Աստվածօրհնի եղբայրներ քուրեր, որ եկել եք Տիրոջ տունը, Տիրոջ երեսը փնտրելու, Տիրոջը պաշտելու, Տիրոջը փառավորելու, սա ձեզ համար մեծ օրհնություն եւ ողորմություն է, որ Տիրոջ առջև եք եւ Տերը պիտի փառավորվի ձեր առջև, ձեր մեջ, նա ձեր առջևում պիտի քայլի եւ դուք էլ նրան լսելով, տեսնելով նրա հետևից պիտի քայլեք, պիտի ուրախանաք, պիտի փառավորեք նրան։ Ես կուզեի Եզեկիել մարգարեությունից մեկտեղ կարդալ 18 գլխից 23 համարից 1 համար եւ 31 համարից կարդամ եւ հայրմերով կսկսենք պաշտամունքը։ Միթե ես երբեք կուզեմ ամբարշտի մեռնելը, ասում է Տեր Եհովան, չէ որ նրա իր ճանապարհից դարձի գալը ու ապրելն եմ ուզում։ Եվ 31 համար ասում է դեն գծեցեք ձեր վրայից ձեր բոլոր հանցանքները, որով դուք հանցավոր եղաք, եւ ձեր համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցեք, որտեւ ինչու համար մեռնեք, ով Իսրայելի տուն, որտեւ ես հաճություն չունիմ մեռնողի մեռնելուն, ասում է Տեր Եհովան, ուրեմն ետ դարձեք, որ ապրեք։ Տերը օրհնի եղբայրներ քուրեր, մեր հավիտենական Աստծո, մեր հոր փափագը սա է, որ մենք ապրենք, կյանք ունենանք, եւ դու այստեղ ես, իր ողորմությունն, իր հաճությունն, որ այստեղ ես։ Հիմա հայրմերով սկսենք, եղբայրներ քուրեր, թող Տերը օրհնի, որպեսզի Տիրոջ հաճությամբ պես էլ մենք խոնարհվենք, դառնանք, որպեսզի մեր կյանքում օրհնություն, ողորմություն լինի, ամեն։ Քանզի քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը հավիտյանս հավիտենից ամեն։
Փառք Տիրոջը, սիրելի քույրեր, եղբայրներ, ես երկու տեղ կուզեմ կարդալ ու կարճ միտքս կշարունակեմ։ Ուզում եմ կարդալ Երեմիա մարգարեություն 22-րդ գլուխ 29 խոսքը, որտեղ գրված է. «Ով երկիր, 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 լսիր Տիրոջ խոսքը»։ Եվ երկրորդ տեղը Մատթեոս ավետարան 4-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Այն ժամանակից Հիսուս սկսեց քարոզել եւ ասել. ապաշխարեցեք, որովհետեւ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, 2000 տարուց ավելի այս խոսքերը հնչում են մեր ականջներին։ 2000 տարուց ավել այս խոսքերը խոսվել է ամբողջ մարդկության մեջ, ժողովուրդների մեջ, որ ապաշխարեցեք, երկնքի թագավորությունը մոտեցել է։ Ամեն ժամանակներում, ամեն դարերում Աստված խոսել է մարդկանց հետ։ Աստված տարբեր կերպերով է խոսել մարդկանց հետ։ Գրված է Եբրայեցիս գլուխ 1-ի խոսքում։ Գրված է շատ մասերով եւ շատ կերպերով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ մարգարեների ձեռով այս վերջի օրերումը խոսեց մեզ հետ որդիովը, որին ամեն բան ժառանգ դրավ, որով աշխարհն էլ արավ, որ նրա փառքի լույսը լինելով եւ նրա էության նկարագիրը, որ իր զորության խոսքով ամեն բան կրում է մեր մեղքերի սրբությունը իրանով անելուց հետո նստեց Աստծոյ մեծության աջ կողմը բարձունքներումը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ։ Աստված մեր Տերը ամեն ժամանակ, ամեն դարերում խոսել է մեզ հետ եւ ասում է եկեք ինձի, եկեք ապաշխարեք։ Աստված ասում է, Աստծո խոսքը ասում է, որ Աստծո Եբրայեցիս 4-րդ գլխում է կարծեմ ասում է, եթե այսօր անոր ձայնը լսում եք, ձեր սրտերը մի խստացնեք։ Այսօր ամենքս լսում ենք Աստծո ձայնը եւ շատերս էլ ունենք մեր մեջ թերություններ, սխալներ, տկարություններ։ Եթե նայում ենք առաջի ժամանակներում, հենց առաջի մարդուց սկսած Աստված խոսեց Ադամի հետ, երբ որ Ադամը մեղք գործեց, ես ուզում եմ կարդալ Ծննդոց 3-րդ գլուխ 8-րդ խոսքից։ Եվ Աստված խոսում է Ադամի հետ, կանչում Ադամին, ասում է. «Եվ Եհովա Աստված Աստծոյ ձայնը լսեցին, որ օրվա հով ժամանակին պարտեզում ման էր գալիս, եւ Ադամը եւ իր կինը թակ կացին Եհովա Աստծո երեսիցը պարտեզի ծառերի մեջ, եւ Եհովա Աստված կանչեց Ադամին եւ ասեց նրան. ուր ես, եւ նա ասեց. քո ձայնը լսեցի պարտեզումը եւ վախեցի, որովհետեւ ես մերկ էի ու թակ կացի»։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր կարող է շատերս ծածկվում ենք, շատերս Տիրոջից վախենում, ծածկվում ենք, մեր մեջ ինչ-որ բան կա, մեր մեջ ինչ-որ խանգարող բան կա, բայց այսօր Աստված ուզում է, որ մենք իրան մոտենանք։ Աստված ուզում էր, որ Ադամը իր մեղքը ճանաչեր, Ադամը հասկանար, որ ինքը մեղք է գործել, բայց տեսնելով հաջորդ, ես չեմ ուզում կարդալ, հաջորդ տողերում գրված է, որ Ադամը իր մեղքը գցեց կնոջ վրա, կինն էլ իր մեղքը գցեց օձի վրա։ Այսօր մենք մեր մեղքերը չգցենք ուրիշի վրա, մենք մեր մեղքերը չգցենք մեր կողքինի վրա, մեր հարազատի, մեր ընկերոջ վրա, այլ մենք նայենք մեր սրտերը պատրաստենք, մեր սրտերին նայենք, սիրելի քույրեր, եղբայրներ։ Երկրորդ ուզում եմ նաև հիշեցնել Հաբելի եւ Կայենի, երբ որ Աստված նորից հնարավորություն տվեց Կայենին ապաշխարության։ Կայենը եղբորն էր սպանել։ Կայենը սպանել էր եղբորը, բայց ինքը մտածում էր, որ ոչ ոք չի տեսել այդ մեղքը, բայց միթե Աստծո աչքերից ինչ որ բան ծածկված է, սիրելիներս։ Երբ որ Աստված կանչեց Կայենին, ասեց. Կայեն, քո եղբոր արյունը կանչում է, եւ Կայենը նորից ծածկվեցավ։ Կայենը ծածկվեցավ, ասեց. ես ինչ բան ունեմ իմ եղբոր հետ։ Սիրելիներս, այսօր մենք մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ։ Աստված ուզում է պարզ, մաքուր, անկեղծ սիրտ, որպեսզի իր առաջ լինի, որպեսզի մենք մեր սիրտը միշտ բացենք Տիրոջ առաջ, անկեղծանանք։ Ինչու համար Աստված ասում էր Հեսեի որդի Դավթին գտա իմ սրտին համեմատ մարդ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Այսօր թող լինենք Տիրոջ սրտին համեմատ մարդ, որպեսզի Տերը մեր սրտերի հետ գործի։ Եթե մենք ծածկվենք Տիրոջից, եթե մենք մեր սրտերը ծածկենք, ապա Տերը չի կարող գործել մեր հետ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ, գանք աղոթքի Տիրոջ առաջ, որպեսզի Տիրոջ անունը փառավորվի։
Շատ եմ այս օրինակը պատմել, մենք մի հատ հարևան ունենք, մեր աչ կողմից հարևանը մեր քուրիկն էր, դե ամուսինը անապաշխար էր, այդտեղ իրավունքներ չէր տա միշտ հավաքույթների մասնակցելու, դե քուրիկը մի քիչ այսպես վիճակի մեջ էր ու ցախ կողմից մեր եղբայրը պատասխանատու եղբայրը կապրեր ու խանութ գնալու համար պետք էր որ այդ քուրիկը անպայման այս մեր եղբոր դռնով անցներ, էլի կամ ուրիշ ճամփով բդեր տար։ Ինքը այդպես մի քիչ սիրեր գշորտիկ հագնել ու ինքը միշտ այդ խանութ էր տալուց փոխեր նոր գերտար ոնց մեզի մեր քրիստոնյաներին ոնց ընդունված է եղբայրությանը մեջ այդպես չորեր հագներ նոր գերտար այդ եղբոր դռնով անցնելուց մի օր Աստված իրեն միտքը կբանա ու կսե եղբորը դու հա փոխեցիր շորերը եղբոր կողքով այդտեղ անցար բայց ես ամենուր եմ ու ամենուր կտեսնեմ քեզի դու առավոտ տեղից դելար տեղից վեր կեցար ես այդ պահին քեզի տեսել եմ ու այդ պահից սկսած քուրիկը այս ամեն ինչը կթողնե գիտեք այս օրինակներ են որոնք մեզի ինձ թվա կմխե որ մենք մեր քայլվածքին ուշադրություն դարձնենք Տիրոջ առաջ մեր նստելը մեր ելնելը մեր զրույցը մեր վարվելակերպը ու կուզեի ուշադրություն դարձնեի մեկ կարևոր բանի, որ սա մեզի շատ կարևոր է։ Եղբայրությունում ընդունված հարցեր կան, սիրելիներս, ես չեմ ուզում այստեղ ոչ մեկին սովորեցնել, գիտեք, այստեղ շատերը ինձանից շատ երկար հոգևոր ընթացներ ունեն, շատերը շատ օրհնյալ են, ուղղակի ինչ սրտից տրված է, դրանով կուզեմ կիսվել։ Եկեղեցում եղբայրությանը մեջ ընդունված կարգ ու կանոն գոյություն ունի, որոնք հնարավոր է մեզի համար պարզ չեն, որոնք հնարավոր են մենք չենք տեսնի, օրինակ մեր հասկացածով, մեր պատկերացուցածով մենք չենք տեսնի Աստվածաշնչի մեջ, բայց եղբայրությունը դա ընդունել է, եղբայրությունը դա ստացել է եւ ընդունված է եկեղեցու մեջ կարգ ու կանոն, որ մեր նիստուկացը, մեր վարքը, մեր հակ ու կապը պետք է որ այսպես լինի, թող Տերը մեզի օգնական լինի։ Գիտեք ռուսերեն թարգմանության մեջ ավելի պարզ է գրած այդ մասին Թեսաղոնիկեցիս, առաջի Թեսաղոնիկեցիս 2-րդ գլխի մեջ գրված է 8-րդ համարի մեջ, եթե չեմ սխալվի, այստեղ հայերեն թարգմանության մեջ գրված է անարգել բառը, բայց ռուսերեն թարգմանության մեջ գրված է непокоры, тот, кто непокорен ни человеку, но Богу, այսինքն այն դրվածքին, այն պատիրանքներին, որոնք Պողոս առաքյալը թողել էր Տիմոթեոս եղբորը հետ Փիլիպեցիս Թեսաղոնիկեցիս եկեղեցին ինքը նորից թուղթ կուղարկե ու կսե որ անհնազանդը կամ անարգողը ոչ թե մարդուն է անհնազանդ կամ մարդուն կանարգե հաբա կանարգե Տիրոջը թող Տերը մեզի օգնական լինի երբ Աբրահամին կանչեց Աստված գիտեք Աբրահամին ասավ Աստված Աբրահամ ես եմ ամենակալ Տեր Աստվածը իմ առջևս քայլիր ու եղիր անպիրտ ու եղիր կատարյալ դրա համար թող Տերը այսօր մեզի օգնական լինի հաջորդ տեղը որ կուզեմ կարդալ Պետրոս առաքյալի թղթից բոլորիս նորից ծանոթ տեղեր են ուղղակի հիշեցնեմ այս տեղերը Պետրոս առաքյալի առաջի թղթի առաջի գլխի 13 համարից կուզեմ կարդալ Ձեր մտքերը կոտեպնդեցեք, արթուն կեցեք, կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ ձեզի պիտի տրվի Հիսուս Քրիստոսին հայտնվելու ատենը։ Հնազանդ զավակներու պես ոչ թե ձեր տգիտության ատենվան ցանկություններով վարվելով, հապա ձեզ կանչող Սուրբին պես դուք ալ Սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներուն մեջ։ Վասնզի գրված է Սուրբ եղեք, քանզի ես Սուրբ եմ։ Եթե հայր կկոչեք զանիկա, որ առանց աչառության կտատե ամեն մեկը իր գործին համեմատ, ուրեմն ձեր բանդղտության ժամանակը վախով անցուցեք։ Այս վախի մասին կուզեի շեշտել սիրելիներս, որ մենք այս վախը մեր ներսը ունենանք, որ մենք կարող ենք կորցնել հայտնության գրքի մեջ մենք կկարդանք, որ զգուշություն երա, որ ջանք թափե, որպեսզի հանկարծ չլա թե քո պսակը մեկը խլե։ Սիրելիներս, այսօր ժամանակն է, որ մենք արթուն լինենք, որ մենք Տիրոջը երեսը փնտրենք եւ այս ահով մեր բանդղտության օրերը անցկացնենք Փառք Հիսուս Քրիստոսին այս ժամանակները որ Աստված մեզի կուտա այս դրա համար է որ մենք ավելի ուշադիր լինենք մեր քայլվածքին որ Սուրբը ավելի սրբանա ու արդարը ավելի արդարություն գործե թող Տերը օգնե մեզի ամեն մեկիս իր սուրբ անունը փառավորվի հավիտյանս ամեն
փնտրի նա կգտնի որ թակի նրան կբացվի որ փնտրի նա կգտնի որ թակի նրան կբացվի որ խնդրի նրան կտրվի Հիսուսով Աստծո սիրով սիրեք իրար Տեր Հիսուսով ներենք իրար Ինչ ուզում եք որ մեզ անեն մենք անենք Աստծո սիրով սիրեք իրար Տեր Հիսուսով ներենք իրար Ինչ ուզում եք որ մեզ անեն մենք անենք Որտեղ երկու կամ երեքով Տեր Հիսուսով աղոթքան է Որտեղ երկու կամ երեքով Տեր Հիսուսով աղոթքան են Ինչ որ խնդրեն այն կտածես հայրն Աստված Աստծո սիրով սիրեք իրար Տեր Հիսուսով ներենք իրար Ինչ ուզում եք որ ձեզ անեն դուք արեք Աստծո սիրով սիրենք իրար Տեր Հիսուսով ներենք իրար Ինչ ուզում եք որ մեզ անեն մենք անենք Ով ինչ անի այն կստանա Ոչ որ ցանի այն կհանձի Ով ինչ անի այն կստանա Ինչ որ ցանի այն կհանձի Չէ որ մի օր Աստծո առջև կկանգնի Աստծո հոգով բարին արա Նա իր բարին քեզ է տվել Ինչ ուզում ես որ քեզ անեն դու արա Աստծո հոգով բարին արա Նա իր բարին քեզ է տվել Ինչ ուզում ես որ քեզ անեն դու արա Աստծո սերը լույս է մեր մեջ Եվ Սուրբ Հոգին սեր է մեր մեջ Աստծո սերը լույս է մեր մեջ Եվ Սուրբ Հոգին սեր է մեր մեջ Աստծո խոսքը կյանք է մեր մեջ Հիսուսով Աստծո սիրով սիրենք իրար Տեր Հիսուսով ներենք իրար Ինչ ուզում ես որ քեզ անեն դու արա Աստծո սիրով սիրենք իրար Տեր Հիսուսով ներենք իրար Ինչ ուզում ես որ քեզ անեն դու արա Հարավորվի Տիրոջանունի եղբայրներ քույրեր ամեն բանի համար փառք Աստծուն որ մեզ սիրեց եւ իր հավիտենական սիրով կանչեց քաշեց մեզի իր սիրո չվաներով շնորհակալ եմ Տիրոջից իմ սրտի մեջ մի քանի տեղ կա կարդալու ես առաջինը պիտի կարդամ Պետրոս Սարաքյալի երկրորդ
Թուղթ Պետրոս Առաքյալի առաջի գլխից մի քանի համար, ուրեմն երրորդ խոսքից պիտի կարդամ։ Երկրորդ Թուղթ Պետրոս առաջի գլուխ երրորդ խոսքից։ Ինչպես իր աստվածային զորության եւ կյանքի աստվածապաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզ տվավ, անոր գիտությունով է, որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց, որոնցմով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզի, որպեսզի ասոնցմով աստվածային բնությանը հաղորդակցենք, աշխարհի ցանկություններեն առաջ եկած ապականությունից փախչելով։ Ուրեմն Աստված ինչ արեց մեզ, իր զորությանը, իր փառքին մեզ հաղորդ արեց, իր աստվածային գիտությունը տվեց մեզ, երբ որ մենք խավարի մեջ մեռած մարդիկ ենք եղել, եղբայրներ, քույրեր, որի համար փառք իրան։ Եվ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց մեզ։ Եվ հրավիրելով ինչ արեց մեզի, ասում է ամենամեծ ու պատվական խոստումները տվեց մեզ, սիրելիներ, նորից փառք իրան դրա համար, որ մենք կտրված ենք եղել այդ քաղաքականությունից, այդ Իսրայելի հասարակությունից կտրված ենք եղել մենք։ Մենք վայրի ձիթենի ենք եղել, եղբայրներ, քույրեր։ Մենք առանց Աստված ենք եղել, բայց Աստված ինքը ուզեց, կամեցավ, որ այս ողորմությունը անի ժողովրդին մարդկությանը։ Սա իր ուզելով է եղել եւ իր կամքով է եղել, փառավորվի իր անունը, եղբայրներ, քույրեր։ Ուրեմն մեզ փառքով եւ առաքինությունով հրավիրել է եւ այս գիտությունով տվել է մեզ ամենամեծ ու պատվական խոստումները։ Ամենամեծ ու պատվական, եղբայրներ, քույրեր, որ այսպիսի խոստում ոչ մեկ չի կարող քեզ տալ ոչ երկրի վրա, ոչ էլ երկնքում։ Չի կարա մեկը քեզ այսպիսի խոստում տա։ Ինչպիսի խոստումներ է մեզ տվել։ Դրանք շատ են եւ ամենաթանկագինը Աստծո որդի լինելու խոստումը։ Միթե սրանից բարձր բան կա, սիրելիներ։ Միթե սրանից բարձր բան կա, որ դու ոչինչ ես ոչինչ ես դարձել եմ Աստծո որդի։ Փառավորվի իր անունը, եղբայրներ, քույրեր։ Բայց այստեղ 4-րդ համարը ես ուզում եմ 4-րդ համարի վրա մի փոքր կանգ առնել։ Նորից եմ կարդում 4-րդ խոսքը, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզ, երկրորդ պարբերությունը, որպեսզի ասոնցմով աստվածային բնությանը հաղորդակցենք, աշխարհի ցանկություններն առաջ եկած ապականությունից փախչելով։ Ուրեմն ասում է ասոնցմով, ինչով, այս խոստումներով պիտի հաղորդակցվենք Աստծո բնությանը։ Այսինքն Աստված մեզ խոստում է տվել, որպեսզի մենք գնանք այդ խոստումը բռնելով գնանք դեպի Աստված։ Ամուր բայելով հավատքով քո սրտի մեջ դու պիտի քայլ անես դեպի առ Աստված։ Բայց այնտեղ մի հատ արանգուն բան կա, ասում է աշխարհի ապականությունից փախչելով, եղբայրներ, քույրեր։ Այսինքն հնարավոր չէ, որ դու մարդը սիրի աշխարհի ապականությունը ու դրանով հաղորդակցվի Աստծո բնությանը։ Դա հնարավոր բան չի, եղբայրներ, քույրեր։ Ուղղակի այստեղ եթե ուշադրություն ենք դարձնում, ասում է հաղորդակցվենք ապականությունից փախչելով։ Այսինքն դու պիտի փախչես ապականությունից, որ կարողանաս հաղորդակցվել։ Առանց փախչելու չես կարող հաղորդակցվել։ Ճիշտ է, հաղորդակցվելը առաջ է գրված, բայց վերջում պայմանն է ասում Աստծո հետ հաղորդակցվելու։ Այսօր մենք տեսնում ենք, որ ժամանակները շատ են փոխվում, եղբայրներ, քույրեր։ Շատ արագ ամեն բան փոխվում է, ապականությունը օրեօր լցվում է ու լցվում, մեղքն ու անիրավությունը շատանում է, եւ սարսափելի օրեր են մեզ սպասում, եղբայրներ, քույրեր։ Հիմա պիտի ես նայեմ իմ սրտի մեջ, իմ սիրտը ինչ է ուզում եւ ինչն է բռնե։ Ինչ է բայ իմ սրտի մեջ։ Ինչի հետևից եմ գնում։ Ամենամեծ խոստումների հետևից պատվական թե ապականությունն է բարձրանում իմ սրտի մեջ։ Ես եղբայրը խոսեց Աստծո վախի մասին։ Այդ վախը պիտի ինձ հասկացնի,
որ ես փախչեմ ապականությունից, եղբայրներ, քույրեր, եւ վախը Աստուծո խոստումին նայելով միասին, սիրելիներ։ Աստված թող մեզի օգնի, ես զուգահեռ մի հատ եմ տեղ կարդում, քանի որ ժամանակը քիչ է, ես պիտի մի քանի տեղ կարդամ, ուրեմն նույն միտքը զուգահեռ ուզում եմ կարդամ Կողոսացիների նամակի մեջ այսպիսի խոսք է գրած, առաջի ուրեմն գլուխ 12-13 համարն եմ կարդում, գոհանալով հոր Աստծմե, որ մեզ լույսի մեջ բնակվող սուրբերու վիճակին մասնակից ըլալու արժանացուց, ասենք փառք Աստծու դրա համար, փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, որ մեզ արժանացրեց լույսի մեջ բնակվող սուրբերու վիճակին, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից ու իր սիրելի որդու թագավորությանը փոխադրեց։ Սրա համար էլ ասենք փառք Աստծու, եղբայրներ, քույրեր, որ մեզ ազատեց, կանչեց եւ փոխադրեց։ Ազատեց մեզի, կանչեց եւ փոխադրեց, եղբայրներ, քույրեր։ Հիմի եթե ես պահել եմ այդ իմ կյանքի մեջ, պահել եմ իմ հոգու մեջ, ես ապրում եմ դրանով, այդ հավատքը աճում է իմ մեջ, ես փոխադրված եմ եւ լույսի մեջ եմ քայլում, եղբայրներ, քույրեր, թող Տերը մեզի օգնի։ Բայց հիմա ուզում եմ մի փոքր թեման փոխեմ ուրիշ կողմից, տեսնենք մենք ինչպես ենք մենք ապրում իսկապես, ինչպես ենք մենք քայլում։ Հիմի այնտեղ տեսնում ենք ասում է ամենամեծ պատվական խոստումներն ա տվել։ Օրինակ, այս վերջերս Աստված հետաքրքիր բան հասկացրեց ինձ։ Կային Իսակի եւ Հակոբի վերաբերյալ։ Երբ որ տեսեք, Հակոբը այդ թանաբուրը եփել էր, չէ՞։ Իսակն էլ սոված եկավ։ Ինչ արեց, ասեց սոված եմ, դուր ուտեմ, պատմությունը լավ գիտենք։ Եսավն ու Հակոբը ներողություն։ Ուրեմն Եսավ ասեց թանաբուրից դուր ուտեմ, Հակոբն ասեց դուր անդրանիկությունը, պատմությունը մենք լավ գիտենք։ Ասեց ինչ եմ անում, սոված մահանում եմ։ Մենք գիտենք, որ այս մարդը չարժևորեց այն ինչ որ ուներ ինքը։ Չարժևորեց այն ինչ որ ուներ ինքը, եղբայրներ, քույրեր։ Այն ինչ որ տրված էր իրեն, նա չարժևորեց։ Եվ ասեց ինչ եմ անում դա։ Իսկ Հակոբի քայլը տեսեք։ Նա ուներ եփած թանաբուր։ Այդ օրը կերած կներ հաստատ այդ ապուրից։ Եվ պատկերացնեք, եթե ինքը եղբորը չտար, վաղն էլ դրանից կուտեր, չէ՞։ Կուտեր թե չէր ուտի։ Կուտեր, վաղն էլ կուտեր դրանից։ Բայց ինքը վաղվանը տվեց։ Ինքը վաղվա համար չմտածեց։ Տվեց դա այդ իր եղբորը։ Տվեց, նա ուզում էր դա։ Եվ վերցրեց հոգևորը։ Այսօր նայի քո սրտի մեջ։ Դու վաղվանը տալիս ես հոգևորը վերցնելու համար, թե ոչ։ Աստված սա ինձ միտքը լուսավորեց։ Ասեց Արթուր, դու տալիս ես, կարողանում ես վաղվանը տաս։ Վաղվա հոգսը չվերցնես քո վրա։ Հիսուսն ասեց, թեր հավատներ, ինչու եք հոգ անում, թե ինչ պիտի ուտեք ու ինչ խմեք։ Եղբայրներ, քույրեր, եկեք խոստովանենք, որ մենք հոգ ենք անում դրա համար։ Շատ հոգ ենք անում։ Շատ երկար ենք խորում ու մտածում։ Երանի, որ մենք այդքան խորհենք ու մտածենք այն խոստումների վրայով, որ Աստված տվել է մեզ, այն խոստումների վրայով։ Ես ուզում եմ մի քանի համար կարդամ ուրեմն Արագած գրքից, սիրելիներ։ Ուրեմն Արագացի առաջինը պիտի կարդամ 3-րդ գլխից, ուրեմն առաջին մի քանի համար ուրեմն վերևից պիտի կարդամ, ես ուզում եի 17-ից կարդայի, բայց լավ ներքևից կարդամ, ուրեմն Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնե, ու այն մարդուն, որ հանճար կգտնե, վասնզի անոր շահը արծաթի շահեն աղեկ է, ու անոր արդյունքը զուտ ոսկի են, անիկա գոհարներեն պատվական է, եւ քո բոլոր ցանկալի բաներդ չեն կարող նրան հավասարվել։ Երանի այն մարդուն, որ այս կյանքի մեջ, այս հոգևոր ճանապարհի մեջ դու կգտնես իմաստություն։ Ես կգտնեմ իմաստություն։
եւ իմաստունի պես կքայլենք, եղբայրներ քույրեր։ Հիշեք Տիրոջ խոսքը, որ ասեց. «Օրես խոսքը լսի եւ կատարի, կնմանի մի խելացի մարդու, մի իմաստուն մարդու»։ Երանի, որ մենք կարողանանք այդ խոսքը պահել մեր սրտի մեջ, որ իմաստություն ստանանք, որովհետև նրա արդյունքը այդ քո վաղվա մտածած բոլոր արդյունքներից աղեկա, փառավորվի Տիրոջ անունը։ Գոհարներից աղեկա։ Մի հատ էլ խոսք կարդամ, նույն Արագած գրքի մեջ է գրված, ուրեմն 8-րդ գլխի մեջ է գրված։ Արագած 8-րդ 18, 15, 20 համարները պիտի կարդամ։ Իմ քորս հարստություն ու փառք, ընտիր ստացվածք եւ արդյունք կա։ Իմ պտուղս ոսկի են ու զոտ ոսկի են եւ իմ արդյունքս ընտիր ստացվածք են աղեկը։ Հիմի ասում է ամենամեծ ու պատվական խոստումներն է մեզ տվել։ Հո հենց այնպես չի ասել եղբայրներ քույրեր մեզ Տերը։ Հո հենց այնպես չի ասել, որ ամենամեծ խոստումն եմ քեզ տվել։ Դու այդ խոստումը պահի ու ապրի։ Եվ այստեղ ասում է ընտիր ստացվածք եւ արդյունք, եւ իմ պտուղս ոսկի են, եւ զուտ ոսկի են, եւ իվ արդյունքս ընտիր արծաթեն աղեկ է։ Արծաթից աղեկ է։ Ես արտարության ճամփուն մեջ իրավունքի շավիղներու մեջ կքայլեմ, որպեսզի զիս սիրողներուն ստացվածք պարգևեմ, անոնց գանձարանը լցնեմ։ Եղբայրներ քույրեր, փառավորվի Տիրոջ անունը։ Աստված տեսնում է, որ մենք ինչքան ենք իրան սիրում։ Աստված տեսնում է, եւ եթե դու սիրում ես իրան, ինքը լցնում է քո գանձարանը, այս գանձարանն է լցնում։ Ստացված կա պարգևում քեզ, ալելույա իրան եղբայրներ քույրեր։ Նրա ներկայությունը եւ նրա առաջնորդությունը, նրա հոգու ջերմությունն ու քաղցրությունը լցնում է մեր դատարկությունը, սիրներ։ Ամեն բան ունայնությունը, Սողոմոն իմաստուն ասեց, եւ հոգու տանջանք։ Ամեն բան ունայնություն ու տանջանք է։ Երանի, որ մենք կարողանանք տեսնենք եւ ամուր պահենք այն ինչ որ Աստված մեզ տվել է, թող Տիրոջ անունը փառավորվի։ Amen.
Եղբայրներ քուրեր երկենք եզդերեն երկանանից նավա գոնե դնետա Խաղաղությունն եղբայրներ քուրեջ։ Տիրոջ անունը փառավորվի։ Աստված հրաշքար է, այդպես կամեցել է, որ Տերը խոսա մեր հետ, այսպես սովորական մահկանացու մարդկանց միջոցով, եղբայրների միջոցով, քույրերի միջոցով։
մարդ մտածում է, որ ուզում է Աստծուն հանդիպի, կամ հրեշտակ պետքա տեսնի, կամ չգիտեմ ինչ տեսիլ, կամ երազ։ Աստված հաճեցել է գրված է այդպես քարոզչության հիմարությունով ապրեցնել մարդը։ Այսինքն մարդը կանգնի այստեղ, խոսա ավետարանի խոսք, այդ խոսքը հասնելով մարդու մեջ բժշկություն ու շինություն անի, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Կարդում եմ 137 Սաղմոսից գրված է 137 Սաղմոս առաջի խոսքից։ Բաբելոնի գետերուն քով հոն կնստեինք ու Սիոնը մտքերնից բերելով կուլայինք։ Անոր մեջ ուրներուն վրա կախեցինք մեր քնարները վասի, մեզի գերի նողները հոն մեզ մե երկ մխնդրեցին ու մեր կողոպտիչները ուրախություն ասելով երկեցեք մեզի Սիոնին երկերը։ Տիրոջը երգը ինչպես երկենք օտար երկրի մեջ ու ով Երուսաղեմ, եթե քեզ մոռանամ, թող իմ աջ ձեռքս իր պաշտոնը մոռանա։ Ու շարունակում է։ Այստեղ իրավիճակը ներկայացնում է մի հատ դրվագ, որ մարդը կարոտում է այն բանին, ինչ որ կորցրել է։ Իսրայելի ժողովուրդը կարոտում է մի բանին, որը իր ունեցած ժամանակ չի գնահատել։ Երբ որ արդեն գերության մեջ էր, Սիոնը հիշելով լացում էին։ Բայց երբ որ Սիոնի մեջ էին, եղբայրներ քույրեր ջան, այդ ազատությունը, Տիրոջ ներկայությունը, այդ ուրախությունը չէին կարողացել ըստ արժանավույն գնահատել։ Եվ այդ մի խոսքով ասած, մի բառով ասած, դա կարոտն է։ Կարոտ, որ մարդու մեջ կա այդ ապրումը, մենք շատ բաների են կարոտում, մենք սկսած հասարակ երեխա լինելու դաժե, մտածում ես այդ օրերին, այդ երջանկության օրերին, բայց այդ օրերին էլ եթե նայենք ցանկացած երեխա ուզում է մեծանա, որտեղ այդ իրավիճակը, այդ եղած ժամանակը չի գնահատում։ Մարդ կարոտում է նաև իր հայրենիքը, ոնց որ օտարության մեջ եղող մի բանաստեղծ գրում է, որ մեր տան պատից մի քարը լներ, նստեի վրան ու պատմեի իմ անտուն մնացած օրերի մասին։ Պատմեի, թե ես կյանքում ինչեր եմ քաշել ու գլխիս տակ քանի քարեր եմ մաշել։ Լսեի նրա խորհուրդը վերջին ու մեռնեի իմ ափ ու պապոտ այդ քարի վրա։ Այդ մարդու կարոտը, որ երկար տարիներ ինքը դուրս նա եղել, իրանց տան պատին անգամ, քարին անգամ կարոտել է, եղբայրներ քույրեր։ Եվ այդ կարոտի մի հատ էլեմենտ ինձ ապրեցրել է, եղբայրներ քույրեր ջան, որի մասին կուզեմ կիսվեմ ձեր հետ։ Ես մոտավորապես 8-9-րդ դասանում ապաշխարել եմ, լսել եմ Աստծո խոսքը, մինչև 10-րդ դասան տենց գնացել եմ պաշտամունքների եւ Տերը ողորմել է, Սուրբ Հոգով եմ մկրտվել, հետո տենց երիտասարդության այդ օրերը մինչև բանակ գնալը նորից աշխարհային, նորից քյամանչեն, նորից հինը։ Եվ բանակտեղ արդեն մի տարվա ծառայող էի, հիշում եմ, արդեն մի տարվա ծառայող էի, այնտեղ բան կա, կուրիլ կա, հասկացողություն կա, այնտեղ որտեղ միշտ հավաքվում են, ծխում են առանձին։ Այդտեղ նստած էինք մի ընկերոջս հետ մուզևոդից։ Ու բանակի մարդը ինչ է երազում, էլի կարոտում է տան մասին։ Ասում է մորս փագած այդ ընկերս ասա, մորս փագած մուրաբեն ելներ, այստեղ տելևիզորը չայով նստեինք մեր համար հանգիստ, զինվորի երազանք, կարոտ։ Այդ ժամանակ Աստված իմ հոգու աշխարհի մեջ, եղբայրներ քույրեր ջան, հիշացրել էր այն օրերը, որ ես իր ներկայության մեջ ապրել եմ։ Ես հոգուս հանեցի, հոգուց հանի ասի, մի հատ պաշտամունքի տեղ ելներ, այդ հայինք պաշտամունքի։ Այս ընկերս աշկերը կլորցրեց, նայեց վրես, պարզվում է ինքն էլ իմ խելքին մարդ է։ Լացեցինք, փաթաթվանք, ու դա պատճառ եղավ, որ ասենք պետք է գնանք պաշտամունքի։ Եվ աղոտ կարեցինք, որ Տեր Աստված մեզի ների։
եւ դուր հնարավորություն, որ մի օր որ եթանք Հայաստան պաշտամունքի մասնակցենք։ Եվ Տերը տվեց տենց հնարավորություն։ Օդպուսկ տվեցին։ Ոնց եք մտածում, գնացել եմ պաշտամունքի։ Չեմ գնացել։ Մարդը այդպեսին է, եղբայրներ քուրեր ջան։ Ես այդպեսին եմ։ Եվ նենց եղավ, որ արդեն նեղության մեջ ընկա, ոստիկանություն ընկա, ռազմական ոստիկանություն։ Նորից սկսեց այդ կարոտը նորից էփել իմ մեջ։ Ես Տիրոջը թողել էի, Աստված ինձ չէր թողել։ Տիրոջ անունը փառավորվի։ Նա հոգ էր տանում իմ մասին։ Եվ հիշում եմ, որ այդ երկրորդ դարոսում մոտավորապես օբշի բարակ էր, ընտեղ մոտավորապես 80 հոգանոց, երկրորդ դարոսում պարկած կողից ընկերոջ համար հոգևոր երգեր էի մրմնջում։ Այն ինչ որ հիշում էի, այն ինչ որ լսել էի։ Այդ 80 հոգանոց բարակ ինչքան աղմուկ կլինի։ Մի վարքյան Աստված այնպես կազմակերպեց, որ իմ ձենս բռնեց այդ ամբողջ զալը, այդ բարակը օբշի լցվավ։ Ու ես ինքս ես զարմացա, որ բարակ ձենս ոնց տենց բան եղավ։ Եվ այդտեղի նայողը գիտեք այդ ինչ է։ Ասավետով է երգում։ Երկու անգամ որ արծեց, էլ պահելու բան չկա, ասի ես եմ։ Ասեց հավատացյալ ես։ Այդ ժամանակ նայեցի սրտիս մեջ եղբայրներ քուրեր ջան, ասի ինձնից ինչ հավատացյալ։ Աստծուն թողած, երկու անգամ ուրացած։ Ինձնից ինչ հավատացյալ։ Ինքը ավելի խիստ ասեց այդ հավատացյալ ես։ Որոշեցի ու ասեցի, հա, հավատացյալ եմ։ Երբ որ ասեցի, հա, եղբայրներ քուրեր, ինձ թվաց երկնքում ինչքան ուրախություն կար, լցվավ սիրտս։ Ոնց որ երկինքը օրհնությունը սպասում էր իմ դավանությանը։ Հետո նենց եղավ այն կողքից այն քսու մարդիկ կան, չէ՞, այն շակալների պես որ հավատացյալ ես, կողքից որ ասում են։ Քանի անգամ ասեցի հա, այդքան անգամ սրտիս մեջ ուրախությունը ավելացավ։ Պարզվում է Աստված չի նայում մեր գործերին, մեր արածներին, մեր չարածներին, քո ընտրությանը տա նայում, քո որոշումի տա նայում։ Անցած անգամ հիշեցի նորից այդ քույրիկի ասած եղբայրներ քույրեր, նորից հիշացնում եմ։ Ասում եմ, երբ որ քույրիկը պատմում որ գնում էի պաշտամունքի, վախենում էի, ասենք որ հանկարծ հարևանները կիմանան, բարեկամները կիմանան, տնեցիք, գլխաշորը մի քանի տակ ծալում էի թևերիս մեջ, երկարանը շորերից տակ, այտենց գնում եմ, որ հարցնում էին ուր ես գնում, ասում եմ գնում եմ խանութ, գնում եմ ես ինչտեղ, բարեկամի տուն։ Ոչ մի անգամ ասում եմ բան չի անում։ Ասում եմ մի որ որոշեցի, ասի ես պետք է թամ գլխաշորն ու երկարանն էլ ձեռս պիտի բռնեմ։ Ասում եմ մենակ պետք է տեսնել այդ օրը ինձ, իմ ուրախությունս, իմ քայլվածքս, ձեռքս բռնած երկարանը, գլխաշորը գնում եմ, որ հարցում են, աղջի հետ ուր ես գնում, ասեցի պաշտամունքի եմ գնում, ես հավատացյալ եմ, օրհնյալն է Տիրոջ անունը։ Սա դրսից չի կատարվում, եղբայրներ քուրեր ջան։ Սա մեր հոգու աշխարհի մեջ է, առաջինը մենք ամաչում ենք ինքը մեզանից, հետո շրջապատից ենք ամաչում։ Ես հիշում եմ մեր ժամանակ, որ բանակ որ գնացինք, ինչ մականուն ասես տվել են, մինչև հիմա էլ տալիս են, ամենասիրելին, որ ասենք սիրտս տակնու վրա է, դրանից հետո հետևիցս որ գռացին, այ հավատացյալ։ Հիմի էլ չեմ կարող հասկանամ այդ ինչ է ասում։ Սիրտս տակնու վրա է, ես հավատացյալ եմ։ Ես ուրախացել եմ իմ վրա, իմ որոշման վրա, ես հավատացյալ եմ։ Ես Տիրոջն եմ պատկանում, եղբայրներ քուրեր ջան։ Եվ ես կարծում եմ այն ինչ որ ես ասում եմ, փորձում եմ արթնացնեմ ձեր մեջ այն ապրումները, որը արդեն ապրել եք։ Հայտնությունը դա ասում է առաջին սեր։ Հայտնություն գիրքն ասում է, որ դա շատ բաներ ես արել, շատ գործեր ունես արած, բայց քեզ դեմ մի բան ունեմ, որ առաջվա սերը թողել ես։ Նայի որտեղից ես ընկել եւ հապաշխարի։ Մենք այտենց հնարավոր չի, որ մարդը հանդիպի Աստծուն ու լրիվ սրտով չեթա Տիրոջը, հնարավոր չի։
Բայց ժամանակի ընթացքում սկսում է սառել։ Ժամանակի ընթացքում սկսում է գնալ եւ ինչի համար էս տեղը կարդացել եղբայրներ քույրեր ջան։ Քանի դեռ չի եկել այն պահը, քանի դեռ չի եկել այն իրավիճակը, երբ որ Բաբելոնի գետերինքով հոն կնստեինք ու Սիոնը մտքերնից բերելով կուլայինք։ Քանի դեռ լացի ժամանակը չի եկել եղբայրներ քույրեր ջան, Աստված մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի ապաշխարենք ու այն անցածին դառնանք։ Այս ամեն ինչ որ ասացի եղբայրներ քույրեր ջան, մի 2 րոպե չափածո եմ ուզում ասեմ ու կվերջացնեմ։ Մի մեղավոր, մի անցավոր, կյանքից հոգնած արտասովոր անցնում էր նա իր բեռնուսին, երբ կանգ առավ նա կամրջին։ Միտք էր անում անցավորը, հենց իր աչքին մեղավորը, թե ոնց անցան հիր օրերը, ինչ կբերեն նոր օրերը, ինչ էր կապում նորն ու հինը, ով հասկացավ դրանց գինը, ինչը մնաց անցյալ կյանքից կամ ինչ սպասի ապագայից։ Լուր էր անցվոր մեղավորը, բայց աղմուկ կար իր բոլորը։ Գետը անցյալն էր փրփրացնում, քամին գալիքով էր վախեցնում։ Դեռ պատանի ժամանակից ընկերներով հասակակից ուրախ սրտով խաղ են բռնել, այս գետի մեջ քար են նետել։ Այս գետի մեջ արշալույսին կամրջի մոտ սափորնուսին տեսել էր իր միակ սիրուն, սիրահարվել սև աչքերուն։ Անցավորը ժպտաց երջանիկ, երբ հիշեց իր որդուն Անդրանիկ, թե ինչպես իր ուսին առած տարել էր տուն թրջված, սառած։ Ու մի պահ գիտվեցին նրա հոնքերը, գանվեցին խոշոր թաղծոտ աչքերը։ Մի տեսարան էր, ասես նա տեսնում, ու մի պահ թվում էր, թե նա չի շնչում։ Այդ ոչ հեռվում, մեծ սալաքարին իր երիտասարդ վառ տարիներին կանգնած էր ինքը, սպիտակ զգեստով ու սպասում էր սրտի թրթիռով։ Ահա վերջապես իր հերթը եկավ, վստահ քայլերով նա ջուրը մտավ եւ ուխտեց այնտեղ կենթանի Աստծուն, ծառայել նրան թեքուն, թե արթուն։ Արևը խամրել էր նրա երեսից, կյանքի խոսքեր էր թափում շուրթերից, սիրում էր, ներում, օգնում բոլորին, թվում էր այդ գանձը չի տա ոչ մեկին։ Ինչը տարան տարիներ անցորից, ինչպես գտներ, վերադարձներ նա նորից, ախ թե կանգներ ժամանակը մի վարքյան, նորից ապրեր այդ օրերից, մի վարքյան։ Լուր էր անցվոր մեղավորը դառնացած, բեռուսին ավելի էր ծանրացած, գանվել էր նա ու մնացել իր տեղում ու ոչ մի բան սալաքարից չէր շեղում։ Ակամայից նրա ծնկերն իջանցած, հայացքը նույն սալաքարին քարացած։ Մի պահ մնաց այդպես քարին նայելով, հետո խոսեց, աչքը երկին քարելով։ Մեղա եմ քեզ, հազար մեղա, հիմա արդեն տեղս նեղա, հիշում եմ իմ ուխտս տված, խոստումներս չկատարած։ Ներիր Հիսուս մեղավորիս, տուր թողություն անցավորիս, սրտիս սերը նորոգիր, սիրտս նորից սիրով վառիր։ Ես իմ խելքից էսպես եղա, մեղա եմ քեզ, հազար մեղա, սերը տանգին անարգեցի, խրատ տվիր ես ատեցի, քիչ է հիմա իմ քաշածս, սուտ դուրս եկավ իմ ուխտածս, ու թե դու ինձ դժոք խրգես, ինձնից աշխարհը դու կփրկես։ Դեռ երկար կխոսեր մեղավորը, եթե հանդիպած չլիներ հորը, ու կմնար անմխիթար, ու չեր դառնա սուրբ ու արդար, ով ունկնդիր։ Ինչ է պատմում քո կամուրջը, մտքերիդ մեջ քո անուրջը, ինչ է հիշել տալիս գետը կամ պարսպից նայող դետը։ Աստված օգնական լինի, եղբայրներ քույրեր ջան։ Մեր սրտերի մեջ Աստված շատ հաճախ այսպես շարժեր է անում, որպեսզի մենք տեսնենք, հիշենք, կարոտենք ու նորոգենք մեր ուխտը։ Ես հիշում եմ այս խոսքը, որ հասկացել եմ, եղբայրներ քույրեր ջան, ուզում եմ փոխանցեմ ձեզ։ Երբ որ Դավիթին պատանի Դավիթին օծեցին թագավոր, հաջորդ քայլը իր կյանքում գիտեք ինչ եղավ։ Ոչ մի բան, նորից գրնած գար արածացնելու։ Բայց այդ օծությունը իր վրա աշխատեց, երկինքը ճանաչեց իրան որպես թագավոր։ Ու հիմա այդ աղոթքի ժամանակ, այս աղոթքի ժամանակ, երբ որ դու աղոթ կանես, որ Տեր Աստված սիրտս նորոգի, առաջվա սերը նորից իմ սրտից մեջ վառի, ամեն օրվա պես ելնելու ես, էլի պրոբկեքով, էլի բանով գնալու ես տուն, բայց աղոթքդ լսվելու է ու աշխատելու է,
օրհնյալն է Տիրոջ անունը։ Ու քո կյանքում այդ իրավիճակները ստեղծվելու, որ դու ջերմանաս։ Մի հատ կարճ, մի րոպե անոց աղոթքիդ հետևանք որպես, որովհետև ոչ թե աղոթողն է մի բան, այլ նա, որ լսում է սրտի մրմունջը մեր սրտերի մեջ։ Օրհնյալն է Տիրոջ անունը, ամեն։
Խաղաղություն ցես քուրոջան, եղբայրներ ջան։ Ջեմ բարևներ հայոց երկից։ Տերը բոլորի տոշն է։ Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից։ Ուղղակի այսօր սրտից դրված է խոսել մեկ հարցի շուրջ։ Երկու անձնավորությունների կուզեմ նայենք եւ կուզեի որպեսզի ես եւ դու մեզ տեսնենք այստեղ երկու կերպար Սուրբ Գրքի մեջ։ Առաջի կերպարը դա Հակոբի որդիներից մեկն էր Հովսեփ եւ երկրորդ կերպարը Ասապ։ Երկուսն էլ Աստծուն սիրող, երկուսն էլ Աստծուն ճանաչող։ Ուղղակի ուզում եմ տեսնենք այս երկու անձնավորությունների տարբերությունները։ Առաջին անդրադառնում եմ Եսավին 73-րդ Սաղմոսի մեջ գրված Եսավ կերպարին։ Ուշադրություն, եթե դարձել եք երկրորդ համարի մեջ Եսավը հետևյալն էր ասում. քիչ է մնացել ոտքերս սրվեն եւ բան չի մնացել կնասկս սարը։ Հետաքրքիր է, մարդու կյանքի մեջ ինչ է խնդիրներ առաջացել, որն է խնդիրը։ Այսօր մեր կյանքի մեջ կա նույն, գիտեք, Ասապ կերպարը։ Ընդամենը մեկ բարի շուրջ է իմ խոսքը այսօր։ Ինչու՞։ Այսօր մեր կյանքի մեջ ինչ որ կատարվում է, մեր առաջի հարցում հետևյալն է. ինչու՞։ Լավ կլինի, վատ կլինի։ Մանավանդ վատի ժամանակահատվածում։ Երբ որ մենք նայում ենք Ասապ կերպարին, այս անձնավորությունը ուներ խնդիրներ, եւ որտեղից էին առաջացել այս դժվարությունը եւ որ ասում է քիչ է մնացել ոտքերս սրվե եւ բան չի մնացել կնասկս սա։ Քուրոջ ջան, եղբայրներ ջան, մեր կյանքի մեջ է սա կա։ Ուղղակի ուզում եմ որպեսզի մենք կարողանանք տեսնել Հովսեփին։ Եվ կուզեմ հիշեցնել Սուրբ Գրքի մեջ գրված ողբ Երեմիայի 3-րդ գլուխ 37 համարը, որտեղ որ Երեմիան ասում է հետևյալ միտքը. ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայ։ Երկու անձնավորություններն ճանաչում էին Աստծուն։ Երբ որ մենք նայում ենք Ասապի ժամանակահատվածը ավելի լավ էր, քան թե Հովսեփի ժամանակահատվածը։ Հովսեփին սովորեցնող չկար, Հովսեփին գրքերը չկար, մագաղատները չկար։ Բայց ուշադրություն դարձեք, Հովսեփ ունեցավ ամենամեծ նեղություններն ու խնդիրները, երբեք չհարցրեց ինչի։ Այսօր մեր ամենաառաջնային խնդրումը ծնվում է այստեղից, որ մենք սայտակում ենք, որ մենք տկարանում ենք եւ լինում է պարակապ, որ մենք հեռանում ենք։ Քուրոջ ջան, եղբայրներ ջան, Աստված ինքը ամեն բան գիտի եւ Աստված է ամեն ինչի հեղինակը, Աստված է թույլ տվել։ Երբ որ մենք նայում ենք Հոբի տառապանքներին, այստեղ որից է մեկ անձնավորություն, այդ տառապանքները չէր կարող կրել։ Ինչու համար է թողել Աստված, որն էր բուն նպատակը։ Եվ ես կուզեմ, որպես այսօր մենք կարողանանք ամեն ինչի մեջ մնալ հավատարիմ։ Եղբայրը, որ ասեց, առաջի սերը թողել ենք։ Ուղղակի կուզեմ հիշեք։ Երբ որ ոտքս դրա առաջի անգամ եկեղեցի մարդկանց ինչ էր տեսնում, սուրբ թե մեղավոր։ Բայց այսօր քո աչքերը փոխվել է, իմը փոխվել է։ Ամեն մեկին տեսնում ենք մեղավոր, տեսնում ենք ցածր կամ ինչ-որ խնդիրների մեջ։ Որն է պատճառը։ Ամենը գալիս է այստեղից։ Մի հատ համար եմ կարդալու եւ կուզեի, որպեսզի ես եւ դու լուրջ մտածենք այս համարի վրայով։ Երկրորդ մնացորդած 29-րդ գլխի մեջ գրված հետեւյալ տողերն եմ ուզում անդրադառնալ։ Երբ որ մենք կարդում ենք 9-րդ համարի մեջ գրված տողերը, ամենակալ Տիրոջ խոսքը հետեւյալն ասում. սրա համար մեր հայրերը սրով ընկան, մեր տղերքը ու մեր աղջիկները, մեր կնիկները գերության մեջ են։ Ամենակալ Աստված ցույց է տալիս պատճառը սրա համար։ Իսկ ո՞րն է սրա համարը։ 7-րդ համարի մեջ գրված է սրահի դռները կոծեցին, ճրակները հանգցրեցին, խումբ չծխեցին եւ սրբարանում ողջակեզ չմատուցեցին։ Այս մտքի վրա չեմ ուզում կանգ առնել, այստեղ ուղղակի ուզում եմ անդրադառնալ երկրորդ կետի վրա, որ գրված է ճրակներ հանգցրեցին, ճրակը Աստծո խոսքն է։ Հիշում եք, Սաղմոս 2-ն ինչ է ասում մեզ ամեն մեկից Աստծո խոսքի վրայով։ Կարդամ մեր բոլորի համար։ 119-րդ Սաղմոսի մեջ հետևյալն է ասում Դավիթ թագավորը. քո խոսքը ճրակ է
իմ ոտների համար եւ լույս իմ ճանապարհի համար։ Այսօր իմ եւ քո կյանքի մեջ ինչուներ առաջանում են հետեւյալից, որ ես եւ դու Աստծո խոսքի հետ կապ չունենք, որ մենք ունենք խնդրեմ։ Հիշում եք Մատթեոս ավետարան 22-րդ գլխի 29 համարի մեջ Տեր Հիսուս Քրիստոս ինչ էր ասում հրեաներին, ոչ թե հեթանոսներին. մոլորված եք, որ չգիտեք գրքերը։ Այսօր մեր առաջի խնդիրը սա է, ես ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք այս վիճակների մեջ ունենանք հաղթություն, ասապի պես չլինի, որ մեր ոտքերը սկսվեն ծռվել։ Այսօր մեր կյանքի մեջ իշքան ինչուներ կա, ինչու ենք հիվանդանում, ինչու ենք նեղվում, ինչու է նեղությունը մեր կյանքի մեջ, ինչու համար է մարդը մեռնում, բայց հարցս հետևյալն է, մենք կարող ենք տեսնել այս ինչուների տակ Աստծո մեծ սերը եւ ողորմություն։ Ուշադրություն դարձրեք Պողոս առաքյալը երբեք այս խնդիրների առաջին չի կանգնել, որն է պատճառը, թեպետև իրեն կյանքի մեջ ունեցավ դժվարություններ, խնդիրներ։ Կարդում եմ մեկ համար, որը գրված է Պողոս առաքյալի կողմանը 2 Տիմոթեոս առաջի գլուխ 12-րդ համարի միջնամասից, որովհետև գիտեմ, թե ում եմ հավատացել եւ համոզված եմ, որ նա իմ ավանդը կպահի։ Գիտեմ, ում եմ հավատացել։ Հարցը ուղղված է Հովսեփին։ Ինչի համար Հովսեփ այդ ինչուները չէր բերում, որն էր պատճառը։ Երբևիցե մեկ անգամ մտածել եք, այս անձնավորությունը, որից է մեկ վատ բան չի արել, պրոբլեմ չի ստեղծել, լոկ նպատակն եղել է եղբայրներին շտկելը։ Պետապլեսի տան մեջ ինքը Պետապլեսի տունը ծաղկեցրեց, որտեղ Աստված իրեն հետ էր։ Բանտի մեջ բանտապան տեսավ, որ Աստված Հովսեփի հետ է։ Մատրվակը ազատվեց, գնաց, երբեք չարցրեց, ինչու համար չհիշեց։ Կամ երբ որ ինքը արդեն երկրորդ մարդ էր, մատրվակին չկանչեց, չասեց ինչու համար, կամ Պետապլեսի կնոջը ինչու համար այդ հերուրանքին վրա։ Որովհետև Հովսեփը մեկ բան էր հավատում, որ Աստված ամեն ինչի մեջ տեղյակ է եւ Աստծո թույլտվությունն է։ Հիշում եք, երբ որ եղբայրները ի հայտ եկան իրեն, ինքը որից է մեկին չմեղադրեց։ 45-րդ գլուխ 5 եւ 7 համարները եթե մենք կարդանք, այնտեղ գրված է ուշադրություն դարձեք Հովսեփին, ինչ է մտածել ի սկզբանե, որովհետև Աստված ուղարկեց ինձ ձեր առաջին կյանք պատրաստելու 7-րդ համար, եւ Աստված ձեր առաջին ուղարկեց, որ երկրը ձեզ համար սերունդ պահե եւ ձեզ ապրեցնե մեծ ասացությունով, եւ արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված։ Հարց եմ տալիս. Եղբայրները ուղարկեցին, թե հեղինակ Աստված էր։ Այսօր իմ եւ քո կյանքի մեջ այս խնդիրների հեղինակը Տերն է։ Եվ այդ ամեն մեկ խնդրի հիմքում ընկած է իրեն օրհնությունները։ Մենք երկ ունենք, չէ՞, որ երկում ենք, ասում ենք, քո տված ամեն չարիք իր մեջ ունի 1000 բարիք։ Ես շատ անգամ վերջի ընթացքում ես մեր մոտը թե Էրեբունում, թե Պավիլ եղբորը նորակառույց այդ եկեղեցում բժշկության պաշտամունքներ անցկացվում։ Եվ ամեն անգամ նույն մարդիկն է կարծես։ Եվ հարց եմ տալիս, ինչի համար մարդը հիվանդանում է եւ լավ, ինչի համար չկա բժշկություն։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որ ես եւ դու կարողանանք այստեղ տեսնել Աստծո մեծ ողորմությունը։ Երբ որ մեր կյանքի մեջ գալիս է հիվանդություն, մենք ինչ ենք մտածում։ Աղոթներին պատասխան չկա, ինչ ենք խորում։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու սա կարողանանք տեսնել։ Հիշում եք, Հոբը 42-ի 3-րդ համարի մեջ մի հատ օշնյալ միտք էր ասում։ Աստված ինձ հրաշալի բաներ կներ, բայց ես չէի հասկանում։ Հիվանդությունը հիանալի է կամ հրաշալի է։ Զավակները կորցրելը հրաշալի է։ Ամբողջ ունեցվածքն է կորցրել եւ անտեսված։ Եղբայրս քույրս Աստված ունի ընդամենը մեկ ծրագիր։ Հովսեփը ծրագիրը հասկացել էր, Հոբը հասկացա։ Հոբի ժամանակ չկային սուրբ գրքերը, չգիտեմ, Սուրբ Հոգով մկրտված չէր, ինչ դասատուներ ուներ կամ ինչ վարդապետներ ուներ։ Բայց այսօր Աստված մեզ ողորմություն արել։ Հովսեփը հասկացել էր այս միտքը, նաև հասկացավ ինքը Հոբը։ Հիմի հարցս ուղղված է ինձ եւ քեզ, իմ եւ քո կյանքի մեջ ինչ համար է նեղությունները, որն է պատճառը։ Ինչ համար է հիվանդությունը։
Երբ որ մենք կարդում ենք Երեմիայի մարգարեության 8-րդ գլխի մեջ 22-րդ համարի մեջ հետաքրքիր միտք է ասում Երեմիան, բալասան չկա գաղատումը։ Բժիշկ չկա։ Բժիշկ կա, բալասանը կա։ Բայց այսօր սա ես չեմ տեսնում։ Ինչի համար իմ կյանքի մեջ այդ բժշկությունը տեղի չի ունենում։ Մի հատ օրինակ պիտի հիշեցնեմ, միշտ պատմում եմ այս մասին։ Գյումրիում կա ծերանոց։ Այնտեղ ունենք քույրեր, Ադրինե քույրիկն է, Ռուզան քույրիկն է, Շողի քույրիկն է, Անժելա քույրիկն է, Ալվարդ քույրիկն է։ Ադրինեն եւ Շողիկը ընդամպես տեղի չեն շարժվում։ Երկուսի ձեռքերը ոտքերը չի աշխատում։ Տարիներ առաջ, չգիտեմ, Վարամ եղբայրը քեշի թե չէ, 11-րդ դպրոցում ընդանուր պաշտամունք էր Իսրայելի հետ, Վանաձորից մեկին բերեցին, Կավապետ եղբայր քեշես։ Ամերիկայից էր եկել, ասացին բժշկության պարգև ունի, բայց բժշկության պարգև չուներ։ Ադրինե քույրիկը իմացել էր, նեղվել էր ինձ, ասաց ինձ ինչի չտարակ։ Երկար խոսելուց հետո ինքը հասկացավ։ Մեկ օր հյուրեր էին եկել Միացյալ Նահանգներից, տարա ծերանոց, թե շատ անգամ մենք արտաքինից ենք որոշում, չէ՞ մարդը հոգևորը, թե հոգևոր չէ։ Ավետարանական եկեղեցուց էին։ Երբ որ նայեցին քույրերին, մի հատ տատիկ ասեց, ինչքան մեղք է։ Ադրինեն ասեց, մեղքը դու ես, որ Հիսուս չունես։ Ասե Ադրինեն ջան, մի քիչ խիստ է։ Բայց ուղղակի ուզում եմ տեսնենք Ադրինեի հասկացածը։ Ինքը ինչ ասեց, ես այստեղ ձեռքեր ոտքեր չունեի, բայց երկնքում կունենամ։ Եթե Աստված ինձի ձեռքը ոտք տար, միգուցե ես Աստծուն չճանաչեի։ Այսօր քո կյանքի մեջ ինչ որ կատարում է, Աստված ինքը ամեն ինչից տեղյակ է։ Եվ ինչի համար այդ ամենը չի տեղի ունենում, որն է պատճառը։ Եղբայրը հիշատակեց, որ Աստված ողորմություն արեց նորից դարձավ նույն վիճակին 44 օրվա պատերազմի ժամանակ եղբայրներով շատ եղբայրներով առաջնակից էին։ Եվ եղբայրներ կային, որոնց զավակներ առաջնակցում էին, եղնիկներում էին, վերջը ամենավատ տեղերում էին։ Շուրջօրյա աղոթք էր հայտարարված։ Գիշերը զանգ էր տալիս, եղբայր, հավաքիր եղբայրներին եկեղեցի աղոթենք, ասում եմ եղբայր շուրջօրյա, նեղվում էր ինքը։ Աստված ողորմություն արեց, իր զավակը ողջ առողջ եկավ, զավակից հետո աղոթքը դատարեց։ Հիմի հարց եմ տալիս, ինչու համար է նեղությունը իմ կյանքի մեջ։ Կարդում եմ մի հատ համար, որը գրված է ինձ եւ քեզ համար, Օվսեա մարգարեության 5-րդ գլուխ 15 համարի մեջ ամենակալ Տիրոջ խոսքը հետևյալն է սորացնում ինձ եւ քեզ։ Գրված է հետևյալը. երբ որ նրանք նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ դիմեն։ Այսօր ինչու համար է նեղությունը։ Ես եւ դու սա չենք հասկանում շատ անգամ, կամ ընդունում ենք մեկ ուրիշ ձևով։ Մարդ Աստված հարաբերություն, երբ որ խզվում է, Աստված օգտագործում է նեղությունն ու կամ խնդրեմը։ Հիշում եք Առակաց գրքի մեջ կա այս ձևի մի հատ համար, ինչը ասում Սողոմոն իմաստուն է ինձ եւ քեզ։ Խոսքով չի խրատվիլ այն ծառան, որ կլսե ու չի պատասխանե։ Այսինքն, եթե ես խոսքը Առակաց 29-ի 19 համարն է, եթե ես խոսքով չեմ հասկանում, Աստված ունի միջոց։ Եթե իմ եւ Աստծո միջև այդ կապը խզված է, Աստված օգտագործում է նեղությունը, օգտագործում է հիվանդությունը, օգտագործում է խնդրեմը, որ մարդ Աստված հարաբերություն հաստատվի։ Աստծո նպատակը քեզ այս երկրը լավ տեսնելը չէ, լավ ապրելը չէ։ Աստծո նպատակը մեկն է հավիտենական, որ դու երկինք ժառանգես։ Իսկ ինչ կերպ Աստված ինքը գիտի մեր ամեն մեկին։ Ասապին գիտեր ինքը ինչ ձև աներ, որպեսզի Ասապը մոտենար իրեն եւ Ասապը Տիրոջ երեսը փնտրեր։ Նայեք, այս բոլոր խնդիրներից հետո, երբ որ մենք կարդում ենք, գրված է, որ Ասապ մտավ Տիրոջ սրբության խորանը եւ իմացավ, որ այս մարդկանց կյանքի վերջը, որոնք որ այս ամեն բան ունեն, հավիտենական տանջանքներ, Ասապի հավատքը փոխվեց։ Եվ 25 համարի մեջ ինչ էր ասում. Ով ունեմ ես երկնքում, քեզնից ճոք բան չեմ ուզում երկրի վրա։ Եղբայրներ քույրեր, այսօր Աստված նեղություն օգտագործում է ինձ եւ քեզ համար, որպեսզի իրեն երեսը փնտրենք։ Ինչի։ Շատ անգամ մենք սա հասնում ենք, բայց երբ որ տեղյակ ես Աստծո խոսքին, երբեք Հովսեփի պես չես հասնի։ Ինչի։ Մանասեն չարություն էր գործել, Աստված Մանասեին տարավ գերության մեջ։ Մանասեն գերության մեջ ապաշխարեց, հարցը հետևյալն է, ինչի համար իմ կյանքի մեջ էս խնդրեմը։ Նույն ծերակիրն է, Աստված երբեք իր ծերակիրը չի փոխում։ Աստված նույնն է, երեք այսօր հավիտյանս։
Եվ եթե այսօր քո կյանքի մեջ կամ խնդիրներ, խնդիրներ կամ աղոթքի պատասխան չկա, երբեք մի հարցրա ինչու, այլ նայիր քեզ։ Նայիր ամենակալ Տիրոջ խոսքին։ Նորից մեջ բերում եմ անում ամենակալ Տիրոջ խոսքը Մատթեոս ավետարան 22-րդ գլխի 29 համարի մեջ Տերն ասում էր. մոլորված եք, որ չգիտեք գրքերը։ Երբ որ մարդը Աստծո խոսքի հետ կապ չունի, ինքը մոլորվում է։ Ինքը ունենում է խնդրեմ, ինքը կանգնում է մի հատ մեծ դժվարության առջև։ Բայց երբ որ ինքը տեղյակ է Աստծո խոսքին, երբ որ մենք նայում ենք Հոբին, 6-րդ գլխի 10 համարը հիշում եք ինչ էր ասում, որ չեմ ուրացել Սուրբի խոսքերը։ Երբ որ նայում ենք Հոբի դավանանքին ինչ էր ասում, իսկ ես գիտեմ, որ փրկիչս կենտան է, իմ մորթ այսպես թափելուց հետո այն ժամանակ տեսնել եմ ասում։ Հոբը միջև վերջ Աստծո խոսքը պահեց, ուներ խնդիրներ, խնդիրներ, նաև կար իրեն կյանքի մեջ ինչ ուներ։ Բայց այսօր Աստված չի ուզում, որպեսզի ես եւ դու այդ ինչուներով տարապենք, այլ տեսնենք, որ ինքը Աստված ամեն ինչի մեջ բարի է։ Լինում է բարակա, շատ անգամ ես սա խոսում եմ միջին տարիքի քույրերի հետ, երբ որ ճամփարում հավաքվում են, լինում է բարակա ինչ են ասում, ինչու համար այդ հաս եկավ իմ տուն։ Իմ տունը խաղաղ էր, խնդրեմ չկար։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք սա։ Երբ որ մեր կյանքի մեջ կան մարդիկ ունեն մեր հանդեպ դժվարություններ, խնդիրներ, ուղղակի ուզում եմ, որպեսզի ինչուն չհասնենք, որն է պատճառ, Աստված ինչի է թողել։ Հիշում եք, նույն Առակաց գրքին պիտի կարդամ մեկ համար, որ գրված է մեր ամենի համար։ Առակաց 27-ի 17 համարի մեջ գրված է. Երկաթը երկաթով կսրվի, մարդը կսրե իր ընկերի երեսը։ Պողոս առաքյալի խոսքերն են մեջ բերում անում, որ Պողոսն ասում էր. դուք էլ սրբատաշ քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Հիմի ամենակալ Աստված մեզ որպես քար ուզում է տաշել եւ դնել սրբատաշ քար տաճարի վրա։ Մենք ուզում ենք, թե չէ։ Հիմի քո կյանքի մեջ հարցը ինչու համար է անձնավորությունը։ Այդ անձնավորությունը քեզ տաշելու համար է եկե։ Երկաթը երկաթով կսրվի, մարդը կսրի իր ընկեր երեսը։ Աստված գիտե քեզ տաշելու համար, որ անձնավորության օգտագործե։ Եվ այսօր դու պիտի փարտաս այդ անձնավորության համար։ Երբ որ մեկը մեզ տաշում է, մենք այդ մարդուց գոհ ենք, թե չէ։ Այլ ընդհանրակ ասում ենք, ինչու համար է անձնավորությունը։ Կան եկեղեցու մեջ մարդիկ, որոնք որ իրոք տաշողներ են։ Եվ շատ անգամ սպասավորներս մարդկանցից կարծես թե հիասթափում են կամ մեկ ուրիշ տեսանկյունով են նայում։ Աստված գիտե, որ եկեղեցու մեջ ինչ անձնավորություն է պետք։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկից։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ժամանակահատվածն է, որ ես եւ դու մեզ նայենք։ Օրերը մոտեցել են։ Եվ ինքը ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու իրոք մոտենանք իրեն, ել ավելի։ Մեր աղոթների պատասխանը եթե չի լինում, երբեք որովհետեւ մեկին մի նայր, այլ քո ներսի կյանքին նայր։ Նայր ամենակալ Տիրոջ խոսքին, ամեն աղոթ չէ, որ Աստված պիտի պատասխան տա։ Պողոս առաքյալը, երբ որ նայում ենք առաքյալների մեջ ամենամեծ գործողն էր, ամենամեծ գործիչն էր, գիշեք հետևյալը գրված է 2 Կորինթացիս 12-րդ գլուխ 7-8 համարների մեջ, որ խայտոց էր տրված, ասում է սրա համար 3 անգամ աղոթեցի Տիրոջը, բայց Աստված աղոթքին պատասխան չտվեց։ Որն է պատճառը։ Որովհետև Աստված գիտի, եթե այդ խայտոցը հանե մարդը, կարող է հպարտանալ։ Թող Տերը օրհնի մեզ ամեն մեկից բոլորիս։ Ուղղակի կուզեմ, որպեսզի մենք լուրջ մտածենք, ժամանակահատվածը մոտեցել է։ Եվ նորից անդրադառնում եմ հետևյալ մտքին 2 Մնացորդաց 29-րդ գլխի մեջ, քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված այնքան պարզ է ցույց տալիս մեր խնդիրների ակունքը, որտեղից է։ Սրա համար մեր հայրերը սրով ընկան, մեր տղերքը, մեր աղջիկները, մեր կնիկները կերության մեջ են։ Սրա համար Աստված ցույց է տալիս։ Այսօր շատերի կյանքի մեջ այս զոհասեղանները չկան։ Չկա Աստծո խոսքը, չկա աղոթքի կյանքը։ Այսօր մենք ավելի շատ Աստծուն կպնում ենք այն ժամանակահատվածում, երբ որ մեր կյանքի մեջ նեղություն է։ Հիմա հարց եմ տալիս, Աստված ուզում է, որ դու միշտ իրեն հետ կպաս լինես։ Իհարկե, այո։ Իսկ ինչ անի, որ դու իրեն կպաս լինես։ Երբ որ խոսքով չես հասկանում, Աստված ունի միջոց՝ նեղություն, ցավ, տառապանք, հիվանդություն։ Թող Տիրոջ անունը փառարու, չեմ ուզում երկարացնել, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, կապեք Աստծո խոսքի հետ։
Այսօր շատերը Աստծո խոսքի հետ կապ չունեն։ Իսկ երբ որ մենք նայում ենք, հավատքի աճը տեղի ունենում Աստծո խոսքից։ Պողոսը Հռոմեացիս 10:17-ում ինչ էր ասում. հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից։ Չեմ ուզում հարցնել, թե ամեն օր ով Սուրբ Գիրք է կարդում, ով ունի ներքին սենյակ, վստահ եմ շատ քիչ անձնավորություններ։ Ուղղակի խնդրանք է, որ այս զոհասեղանները շտկենք։ Ժամանակը մոտենում է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Գանք Տիրոջ առաջին խնդրենք ամենակալ Աստծուն, որ Աստված մեզ օգնի։ Որ այսօր մեր կյանքի մեջ հարցի լուծումները մենք կարողանանք տեսնել Սուրբ Գրքի մեջ։ Որ երբեք չասենք ինչու Աստված ամեն բան գիտի։ Եթե ինքը Աստված թույլ է տվել, ուրեմն սա մեր կյանքի մեջ անհրաժեշտ է։ Ուրեմն սերներ եղբայրները խոսեցին աղոթքի վերաբերյալ, առաջի սիրո վերաբերյալ։ Ես Դավիթը գիտեք ինչ ասում է ամեն օր ես իմ ուխտերս պետք է նորոգեմ քո առջև։ Մենք էլ իմ աղոթք բերենք, երկից հետո հիմա երկում են, երկին տասկուն կարող եք առաջ գալ։ Խնդրենք, որպեսզի մեր ուխտը Տիրոջ առաջ ամեն օր մենք կարողանանք նորոգել իրան հաճելի ձևով։ Մեր աղոթքը հաստատ բայ Տիրոջ առաջ եղբայրների ասածի պես եւ նաեւ մեր առաջի սերը հաստատենք ու պահենք։ Սա լինի մեր փափագը Տիրոջ առաջ, որտեղ դրանից շատ բան է կախված, թե մենք այդ սերը կպահենք մինչև վերջ եւ առաջի սերը թե ուրիշ սերով կվերաբերվենք։ Ուրեմն ոտքի կանգնենք երկի համար, հետո 10-ից թող կան առաջ աղոթքի։ 191 համարը։ Համար 191։ Lord,
Սիրներ խոնարհվենք աղոթելու, խնդրելու, որպես Աստված լցնի մեր հոգևոր բոլոր պակասությունները իր սիրով ու ողորմությունով։